Հարգելի հետևողներ, կզրուցենք Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, ներքաղաքական իրողություններին անդրադառնանք, սկսենք Գյումրիից։ Երեք Նիկոլ Փաշինյանը քպականների հետ Գյումրիում էր, ելույթ էր ունեցել, նաև ասել էր, որ իրենց մեղադրում են, որ նախկին խոստացած Թալանը հետ չեն բերել, այդտեղ որոշակի խնդիրներ, այն խնդիրներ առկա են, խոսել էր առաջադրված թեկնածուներից, ասում էր, որ նրանք առաջադրվել են։ Մի խոսքով, լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, հավատում եք, որ Ես Նիկոլ Փաշինյանի ելույթը չեմ լսել Գյումրիում։ Լավ, գրառումները գոնե տեսել եք, որ Յաշիկ հետա բերելու։ Ինչ տա Յաշիկ հետ։ Յաշիկներն է հետ բերել։ Հələ որ տարածք տալի ու Արցախ տալի ու գերիներ, հələ որ ուրիշ բան չի տալի։ Ինչն է հետ բերում։ Երկրի հերյանից էլ տվել Արցախը տվել Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել, ասում են կադաստրի վկայական չունենք, ինչն է հետ բերելու։ Ասում են ինքը պետության պահապան է եւ նախկին իշխանությունները այստեղ եղել են միայն պետությունը հանձնելու հեռանկարով։ Տեսեք, ինքը պետության պահապանն է, բայց Ադրբեջանու Թուրքիա պետության տեղապահն է այստեղ։ Եվ ասում եմ, ես իշխանության, ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքը Էրդողանի եւ Ալիևի իշխանության տեղապահն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, ու այդպես շարունակ, երբեք հարցականի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ, երբեք հարցականի տակ չի դրել ցեղասպանության միջազգային ճանաչումը, ու այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյան անկախության հետ այնքան կապ ունի, ասել եմ, ինչքան Ալիևը մարդասիրության հետ կապ ունի։ Էս է խնդիրը։ Իսկ այդ մաշված, մուշվոց, այդ կիսամաշված, որպես բաներ խոսում է, Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից։ Ինչի մասն է խոսքը։ Ալիևն ու Էրդողանի արանքում մաշվել է, Հայաստանի պետությունն հետը մաշել է։ Ինքը ինչ կապ ունի անկախության հետ։ Ձեր կարծիքով ճիշտ է քաղաքական օրակարգ բերել, հատկապես 7 տարի անց, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին եզրույթը, թողած են հարցը, թե ով եւ կամ ինչպես պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե ճիշտ չէ եւ դրա մասին ես հրապարակային ասել եմ։ Մանավանդ որ ամեն ինչ պարզ է։ Նիկոլ Փաշինյանին բերել են Թուրքիան ու գլոբալ արևմուտքը, միգուցե նաեւ այլ արտաքին կենտրոններ դասական գունավոր հեղափոխության արդյունքում, որին նպաստել են նաև Հայաստանի այն քաղաքական շրջանակները, ովքեր 10 տարի շարունակ կեղծիկ, սուտ ու լուտանք են թափել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի վրա։ Վերջ, ինչ կաստ է մտածելու։ Այդ ինչ դες մի հատ Ալիև իրանց Նիկոլի գործընկեր Ալիևն էլ ասել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացման գործում Ադրբեջանն ունեցել է շատ լուրջ դերակատարում։ Ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ։ Շնորհակալություն։